ստացան ներկայացնել եւ բոլորը ունեցել են հարցեր։ Եվ խնդրում եմ ներկայացնել կառավարության տեսակետը։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, շնորհակալություն հարգելի գործընկերներ, ցանկանում ես ներկայացնել կառավարության դիրքորոշումը յուրաքանչյուր կետի վերաբերյալ եւ մի քանի նկատառումներ, որոնք կարծում եմ նաեւ պարոն Սարգսյանին պետք է ուղղորդել, որ ինքը որոշ դրվագներ ավելի հստակ ներկայացնի եւ ներկայացնի։ Մինչ կառավարության տեսակետին անդրադառնանք, ցանկանամ պաշտպանության նախարարի եւ իր համաձայնության մասին մի բան ասել, որը շատ ակնհայտ եւ ակնառու փաստ է, ինչի մասին ասել, ուզում եմ ես բոլորին հիշեցնել, որ ծառայության ժամկետի կրճատումը կառավարության 2021-26 ծրագրում արդեն իսկ ներառված էր։ Հետևաբար այդ պայմանավորվածությունների մասին խոսելը, ով ինչ կներկայացնի, դա մի դրույթ է, որը կառավարությունը արդեն իսկ իր նախընտրական շրջանում ստանձնել է նման պարտավորություն։ Եվ ներկայացնել, որ պաշտպանության նախարարի հետ մենք քննարկել ենք ու պաշտպանության նախարարը պայմանավորվածություններ է խախտել այս մասով, որոշվել է ինքը բերի մյուս մասով ես ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ ես 2021 թվականի նոյեմբեր ամսից հանդիսանում եմ գործող պաշտպանության նախարարի տեղակալը եւ որևէ խախտում պայմանավորվածությունների մեր աշխատանքային հարաբերություններում պարոն Սարգսյան ես չեմ տեսել եւ կարծում եմ, որ նման կերպով ներկայացնելը ինչ-որ չափով նաեւ չէ։ Հաջորդ ինչ վերաբերում է մեր կետերին։ Նախ դուք ներկայացրեցիք, որ մի սահիկաշար, որտեղ նշված է զորակոչի թվերի նվազումը, այսպես ներքևի շեմից հաջորդը գալիս է 2018, հաջորդը 2024։ Ուրախություն մեզ բոլորիս, ցանկանում եմ նշել, որ կատարված փոփոխությունների իրավակարգավորումների արդյունքում 2022-ից 2024 ընկած ժամանակահատվածում 2026 թվականներ ընկած ժամանակահատվածում մեր զորակոչվածների թիվը 22-ի զորակոչի համար աճել է շուրջ 1/4-ով, 25%-ով։ Այսինքն ձեր մտահոգիչ թվերը, եթե մենք այս նույն տեմպով նպատակաբերված այս իրավակարգավորումներով աշխատենք եւ լավարկենք, որոնցով նաեւ մենք աշխատանքները շարունակում ենք, մենք ձեր ասած մտահոգիչ պատկերը չենք ունենալու։ Այսինքն մեր կառավարության 2018 թվականի թիվ 404-ն որոշման մեջ կատարված փոփոխությունների արդյունքում նաեւ այդ թվում, որի մասին դուք կառավարությունում երբ որ մենք կոմիտեում քննարկում ենք, դուք հիշատակեցիք այսօր չգնա, բայց այդ փոփոխությունները եւս նպաստել են, որ մեր զորակոչությունը ավելանա։ Այդ փոփոխությունները առաջարկել են մեր մասնագետ բժիշկները, միգուցե դուք քաղաքական միտք եք տվել, բայց կարևոր չէ, թե ով է առաջարկել, կարևոր է, որ կառավարությունը դրական փոփոխություններին դրական արձագանք է տվել, եթե անգամ դուք եք առաջարկել։ Հաջորդը մի փոքր կարող է հռետորական հնչել իմ հարցը, բայց ընդունենք, եթե 3000 մարդ օգտվի գումարի դիմաց բանակից ազատվելու հնարավորությունից։ Սա ձեր ասած զորակոչի ավելանալու խնդիրը չի լուծի։ Իհարկե բյուջե փող կմտնի, բայց դուք ներկայացնում եք, որ զորակոչը նվազել է եւ եկեք գումարով ազատեք։ Սա կլուծի ձեր ասած բյուջե գումար գործելու խնդիրը, կլուծի նաեւ ինչ-որ չափով, եթե արկա են ձեր նշած կոռուպցիոն ռիսկերը, ինչ-որ չափով կնվազեցնի այդ ռիսկերը։ Բայց այդ խնդիրը, որը որ ձեր նախագծի հիմքում ամենից ցցում կերպով ներկայացում է, որ զորակոչիքների թիվը այսպես գահավիժում է դեպի ներքև չի ավելանում, ապա եթե փողով ազատենք կավելանա, փողով ազատվողների թիվը կավելանա եւ բյուջեում գումարը կավելանա։ Այսինքն
3000 բաղ պայմանական եթե օգտվի, դա չի նշանակում, որ 3000-ով կավելանա մեր զորակոչը։ Հաջորդը, ինչ վերաբերում է կառավարության տված դիրքորոշմանը, երբ դուք նշեցիք, որ նախորդը դուք բերել եք եւ նույնությամբ այժմ ներկայացնում եք, ուզում եմ տեղեկացնել, որ նախորդ անգամ եւս 2025 թվականի մայիսին կառավարությունը ձեզ կընտրել էր, որպեսզի պետդուրքի փոխարեն կիրառվեր հանրային դրամական պարտավորությունը։ Նախորդ անգամ դուք չէիք ընտրել։ Պաշտպանության նախարարի երեսի մասնավոր սարքսել հետ համաձայնեցին։ Սակայն դա փաստացի չի իրացվել, ես դա նկատի ունեմ, եւ այս անգամ մեր քննարկումներում դուք համաձայնության եկաք այդ հարցով։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ 25 թվականի մայիս եւ 26 թվականի ապրիլ այս ժամանակահատվածում տեղի ունեցել փոփոխություններ, այդ թվում օրենսդրական, 24 ամիս ծառայության ժամկետը սահմանվել է 18 ամիս, արդեն իսկ փոփոխություն է տեղի ունեցել, նախորդ տարվա մայիսի համեմատությամբ մինչև այսօր մեր պաշտպան հայրենիակ ծրագրով պայմանագրային զինծառայության անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը դրական ցուցանիշ է, եւ մենք ունենք բացարձակապես դրական շարժթաթ այս առումով, ինչը նաեւ նույն կառավարության ծրագրում ներկայացված խնդիրներից մեկի լուծմանը միտված քայլ է, որով մենք պետք է հետզհետե անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակին եւ սա պրոֆեսիոնալ բանակի օրինցնեցության հաջորդը կատարվել է նաև փոփոխություններ 404 որոշման մեջ եւ լավարկվում է օրենսդրությունը եւ այդ իսկ պատճառով կառավարության առումից հանդես են գալիս որպես ներկայացուցիչ եւ լիազորված է խնդրելու ձեզ, որպեսզի այս նախագիծը դրական եզրակացություն տալու ձեռնպահ մնա եւ խնդրում եմ հաշվի առնել այս խնդիրները, այսինքն գումարով ազատում մյուս տարիքային շեմի բարձրացում եւ այդ մյուս առանձին ներկայացված դրույթներով մենք ունեցել ենք շատ այսպես բովանդակային քննարկում, մենք մեր մտահոգությունները նույնպես ներկայացրել ենք կառավարության նախարարական կոմիտեի ընթացքում եւ այժմ եւս խնդրում ենք ձեռնպահ մնալ զույն նախագծի դրական իրականացում տալուց։ Շնորհակալ եմ հարցը չեմ կարող տալիս։ Հարցերում երկու նամբար եղան